Անթույլատրելի եմ համարում եւ պլինտուսից ցածր։ Շրիշակից էլ ցածր է իրեն պահում իշխող թիմը, ընտրություններից առաջ ապավինելով օտարերկրացիների աջակցությանը։ Ֆունկցիոնալության։ Այսպիսի կարծիք ունեն քաղտեխնոլոգները Եվրոնյուզի հրապարակած այս հոդվածից հետո, որտեղ Փաշինյանի վարկանիշը աննախադեպ բարձր է ներկայացված, բայց պարզվում է կեղծ են այդ տվյալները։ Braveis ընկերությունը, որին հղում անելով է եվրոպական միջազգային լրատվամիջոցը հրապարակել սոցիոլոգիական հարցման արդյունքները, հերքել է դրանք։ Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 31-ին Եվրոնյուզով հրապարակված և հայկական որոշ ԶԼՄ-ներում արտատպված հոդվածում տեղ գտած սոցհարցման արդյունքները, որոնցում հղում է կատարվում Braveis ընկերությանը, չեն արտացոլում մեր կողմից իրականացված հարցման հրապարակված արդյունքները։ Ես կարծում եմ, օրինակ Braveis-ի ռեպուտացիայի հարցն է սա, եւ ես կարծում եմ, օրինակ նույն Braveis-ը, եթե երկել է, ապա ինքը պետք է կարծում եմ ինչպես ասում են, պատիվ պահանջի դատական կարգով։ Եվրոնյուզը հոդվածում գրել է իբր Braveis ընկերության անցկացրած վերջին հարցումը ցույց է տալիս, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է ստանալ ձայների շուրջ 65%-ը, ինչը խոստանում է Փաշինյանին համոզիչ հաղթանակ եւ զգալի մեծամասնություն ապագա խորհրդարանում։ Իսկ ընդդիմադիր ուժերից ոչ մեկը, ըստ հոդվածի, չի հավաքում ձայների 12%-ից ավելին։ Բավականին հարգված սոցիոլոգիական ծառայության անուն տալով փորձում են Հայաստանում ձևավորել հասարակական կարծիք։ Իշխանությունն ու իշխանամերձ տարբեր սոցիալական օգտատերեր օգտագործում են նաև Հայլուրի մեր մեկնաբանների դեմքերը ու արհեստական բանականությամբ ստեղծում տեսանյութեր, որտեղ մեր մեկնաբաններն իբր հայտնում են, թե Փաշինյանի վարկանիշը ամենաբարձրն է, ընդդիմությունը պարտվելու է։ Դաշինքի համար անցողիկ շեմը Շատ կարևոր։ Ըստ քաղտեխնոլոգի նման մեթոդներով ԿՊ-ն ուզում է հայ հասարակության շրջանում ձևավորել կարծիք, թե իբր ակնհայտ առավելություն ունի մյուս ուժերի նկատմամբ։ ԿՊ-ի թիրախում հատկապես դեռ չկողմնորոշված քաղաքացիներն են, որոնք սովորաբար ընտրում են այն ուժին, որն այդ պահին առաջատարն է, թրենդայինն է։ Այն, որ այսքան շատ աշխարհաքաղաքական կենտրոն ուղղակիորեն միջամտնում են Հայաստանի ներքին գործերին, ընտրական գործընթացներին եւ ըստ էության բարիկադի մի կողմն են անցել այսօրվա իշխանության հետ, այդ թվում նաեւ նման կեղծ լուրերի տարածմամբ, ինչպեսին ասենք Եվրոնյուզի այսպես կոչված սոցհարցումներ, դա ցույց է տալիս, որ իսկապես իրավիճակը բավականին ծանր է։ Իրական սոցհարցումներում, նույնիսկ եթե դրանք իշխանության պատվերով են, ԿՊ-ն անգամ կոալիցիա կազմելու դեպքում չի կարող վերընտրվել, ըստ Վիգեն Հակոբյանի։ Եթե թվերը դզումել են, չեն կարողանում, ասենք 32-33%-ից ավել տան, որովհետև բանով մի քիչ պետք է արժանահավատել լինենք։ Իրենք ամենալավը գիտեն ի վիճակը։ Եթե ես դուք նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունները իրենք ասենք երկու շաբաթը մեկ են հարցում անում, ամիսը մեկ են անում եւ այլ, այստեղ ես կարծում եմ 3 օրվա ռեժիմով Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվում է։ Իրադրության ծանրությունը գիտակցելով է իշխող թիմը ապավինում դրսի ուժերի միջամտությանը։ Ասում է Վիգեն Հակոբյանն ու թվարկում Փաշինյանին աջակցություն հայտնած քաղաքական գործիչների, այդ թվում թուրք ու ադրբեջանցի պաշտոնյաների անուններ։ Հայաստանը դարձել է պրախադնոյ դվոր, այսօրվա իշխանությունների հեղինակությունն է սրա պատճառը։ Թուրքիան ուղղակիորեն աջակցություն հայտնեց Փաշինյանին, Եվրոմիությունը ուղղակիորեն աջակցություն հայտնեց, Միացյալ Նահանգները եւ նախագահը եւ փոխնախագահը ուղղակիորեն հայտարարեցին, թե իրենք ում են աջակցում, Ադրբեջանն էլ իր ոչ պաշտոնական հայտարարությունը նման Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին ասվել է, ասենք Մամեդյարովի միջոցով։ Բայց նույնիսկ դրսի աջակցությունը չի փրկում Փաշինյանի վարկանիշը, վստահեցնում է քաղտեխնոլոգը։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։